Երգիչ Արտաշ Ասատրյանը և նրա ընտանիքը շարունակում են մնալ հանրության ուշադրության կենտրոնում։ Նոր հիթային երգեր, նոր կատարումներ ու համերգային ծրագրեր, որոնց իր մասնակցությունն ունենում է Արտաշ Ասատրյանը, ինչպես նաև նրա որդին՝ երգիչ Գրիշա Ասատրյանը։ Այս տարիների ընթացքում գործունեությունից զատ քննարկվել է նաև Արտաշ Ասատրյանի արտաքին տեսքը և փոփոխությունները։ Երգիչը բավական հետևողականորեն է մոտենում իր արտաքին տեսքին և փորձում է ավելի խնամված և երիտասարդ տեսք ունենալ։ Դա փաստում է նաև նրա դստեր Սյուզի Ասատրյանի վերջին հրապարակումը ինստագրամյան հարթակի սթորիզ բաժնում։ Սյուզին հրապարակել էր հայրիկի մասնակցությամբ լուսանկար ու գրել հետևյալը՝ «Կարևոր բուժառուների օր»։ Լուսանկարում երևում է, որ Արտաշ Ասատրյանը հերթական պրոցեդուրան է անցնում՝ միջամտություններ, որոնք կոսմետոլոգիական են, ձգումներ, հարթեցումներ և ավելի երիտասարդ տեսք, որը իհարկե տեսանելի կդառնա որոշ ժամանակ անց տեսահոլովակներում կամ նոր հրապարակներում, որոնք նա կանի ինստագրամյան հարթակում։ Իհարկե, այս տարիների ընթացքում Արտաշ Ասատրյանը նաև քննադատությունների է արժանացել նմանօրինակ հրապարակումներ անելուց հետո։ Հիշեցնենք, որ դեռ տարիներ առաջ Արտաշ Ասատրյանը դիմեց ստամոքսի երկայնակի մասնահատման և կորցրեց տասնյակ կիլոգրամներ, դառնալով ավելի առողջ, գեղեցիկ ու երիտասարդ տեսքով։ Արտաշ Ասատրյանը բազմիցս ինստագրամյան հարթակում անդրադարձել է իր նիհարելու թեմային, նշելով, որ շատերը կարծում են, որ նա հիվանդության հետևանքով է այսպես նիհարել, սակայն սա միայն ընտրություն է։ Մենք առանձնացրել ենք այն հոլովակը, որտեղ նա խոսում է իր առողջական խնդիրների և նիհարելու մասին։ Առաջարկում ենք դիտել տեսանյութը։ Իմ շատ սիրելի ընկերներ, հարազատներ, ցավները տանեմ, շատ են զանգում, տարբեր ընկերներ, հարազատներ, սրտացավ մարդիկ։ Ես մի որ կայքոմի, ինչ ասեմ, վատ լուր են գրել, Աստված իրանց հետ անգամ լավն են, մեզի մոռանան։ Մենք էլ Գյումրի են գնում, բայց չգնացինք, հետ են գալի, հենց եղանակը փոխվեց։ Ժողովուրդ ջան, ամեն ինչ մեզ հետ լավ է, շատ նորմալ է, շատ շնորհակալ եմ, այդ վատ լուրերին, բաներին մի հետևեք։ Եթե գրում են էլ տակը կոմենտներով գրեք, որ սուտ է, ձեր ցավը տանեմ։ Բոլորիդ համար աղոթում եմ, առողջ լինենք, լավ լինենք, բոլորով միասին։ Սիրում եմ ձեզ։ Իսկ ձեր Արտաշ Ասատրյան Հայաստան, նայեք ինչ եղանակ է։ Իմ ընկերոջ հետ ուզում ենք Գյումրի գնենք հանդիպման գործերով, բայց եղանակը խանգարեց, հետ են գալի։ Ողջույն իմ շատ սիրելի ընկերներ, հայ ժողովուրդ ջան, ձեր ցավը տանեմ։ Ուզում եմ մի փոքր մեսեջի կարգի ասեմ, հաղորդագրության կարգի ասեմ, վիդեո ուղերձ ասեմ։ Փառք Աստծուն, փառք Տիրոջը, ես շատ առողջ եմ, ես հատուկ իմ ցանկությամբ նիհարել եմ ու պայքարում եմ, որ էլի դեռ պետք է նիհարեմ, ժողովուրդ ջան, որ շատ սիմպլ, շատ սիրուն, շատ թեթև, շատ ավելի ակտիվ աշխատանքներ գործունեություն կատարեմ, ուրախացնեմ ժողովրդիս, էլ ավելի կյանքս երկարացնեմ, որ ձեզի շատ ծառայեմ, ժողովուրդ ջան, շատ լավ երգեր ձեր համար։ Հիմա այս ճանապարհին եմ, մեկնում եմ այս վարկյանին օդանավակայան, ինքս թռիչք ունեմ, մի օրով գնում եմ ուրախացնելու ժողովրդին Ամերիկայի մեջ։ Նորից վաղը վերադառնալու եմ։ Շատ ընկերներ զանգեցին Շվեդիայից, Եվրոպայից, Ռուսաստանից, տարբեր տեղերից Facebook-ով ասում Արտաշ ջան, օպերացիա են անում քեզ։ Ոչինչ, թող ինձ Facebook-ով օպերացիա անեմ, փառք Աստծուն, փառք Տիրոջը։ Ես առողջ լինեմ, ուրախացնեմ ձեզ, ծառայեմ ձեր կյանքին մեռեմ, հայեր ջան։ Էլի եմ նիհարել, որ էլի նիհարեմ, էլի ասեք Արտաշը վիզա դրե, էլի եմ նիհարելու, որ ավելի շատ ապրի մեզ ուրախացնի։ Պաչում եմ բոլորիդ, սիրում եմ ձեզ, հայեր ջան։ Աղոթենք մեկս մեկի համար առողջ լինենք այս կյանքում, իրար ուրախացնենք, չենք արում չխանգարենք, այն մարդիկ են, որ աշխատում են, մենակ քաջալերենք, ծափահարենք, չգիտեմ, փառք տանք, որ կան մեր հայերը, էլի ուրախացնում են այս դժվար օրերին, նեղ օրերին,
Այս քամից հետո ձեր ցավը տանեմ, սիրում եմ։ Ասատրյանների ընտանիքը մշտապես քննարկվում է։ Արամ Ասատրյանի որդիների կյանքն ու անձնական հարաբերությունները չեն դադարում լինել ուշադրության կենտրոնում։ Գաղտնիք չէ, որ Արտաշ Ասատրյանը իր ընտանիքի հետ բնակվում է Էջմիածին քաղաքում, սակայն ձեզանից քչերը գիտեն, թե ինչպես եւ երբ է կազմվել Արտաշի եւ Աննայի գեղեցիկ ընտանիքը։ Star News-ը այսօր անդրադառնում է սիրված երգչի ընտանիքի պատմությանը։ Արտաշ Ասատրյանն ու նրա կինը ամուսնացել են շատ վաղ տարիքում։ Երգիչն իր ապագա կնոջը սիրահարվել է դեռ դպրոցական տարիներից, սակայն զույգը բավական մեծ դժվարությամբ է կարողացել հասնել միության, քանի որ, ինչպես իր հարցազրույցներից մեկում պատմել էր Արտաշը, Աննայի հայրը կտրականապես դեմ է եղել իր դստեր եւ Արտաշի միասին լինելուն։ Սակայն ի վերջո, երկար խոսակցություններից ու այլ մարդկանց միջամտություններից հետո ձևավորվել է նրանց գեղեցիկ ընտանիքը։ Արդեն այսօր զույգն ունի 4 երեխա, ովքեր նույնպես հանրությանը հայտնի են։ Արտաշի զավակներից Գրիշան շատերին է հայտնի իր երաժշտական կատարումներով։ Հայրն անում է հնարավորինս ամեն ինչ, որ իր զավակները երաժշտության ոլորտում պրոֆեսիոնալ կրթություն ստանան։ Գրիշա Ասատրյանը վերջին շրջանում հատկապես հաճախ է նոր երգեր թողարկում ու տարբեր միջոցառումների ժամանակ հայրիկի հետ նույն բեմում հանդես գալիս։ Արտաշ Ասատրյանի ավագ դուստրը Սյուզին ավելի ճանաչելի դարձավ իր հարսանյաց արարողությունից հետո, որն իր շքեղությամբ առանձնացավ ու տարբերվեց։ Դե իսկ հարսանիքից շքեղ կադրերը Star News-ն իհարկե իր հետևորդներին բացառիկ կերպով ներկայացրեց։ Նշենք նաև, որ տևական ժամանակ էր քննարկվում էր Արտաշ Ասատրյանի եւ Տիգրան Ասատրյանի հարաբերություններն ու եղբայրների միջև եղած վեճը։ Ամիսներ առաջ Արտաշ Ասատրյանը Միացյալ Նահանգներում էր, որտեղ էլ մասնակցել է Մհեր Բաղդասարյանի տետատետ հաղորդմանը ու անդրադարձել այս թեմային։ Հաղորդավարը նրան հարցրել էր, թե ինչպիսին են նրա եւ իր եղբոր Տիգրանի հարաբերությունները։ Նշելով, որ Տիգրանի մասնակցությամբ թողարկումից հետո շատերը գրում էին, որ այդ հարցը պետք է անպայման հնչեր։ Արտաշ Ասատրյանը պատասխանել էր, որ որոշել է, որ պետք է տվյալ թողարկմանն անկեղծ լինի։ Նա չէր հերքել, որ իրենք խնդիր ունեն։ Մի փոքր անհամաձայնություն է եղել մեր մեջ, բոլոր ընտանիքներում էլ լինում է, սակայն դա մերն է։ Ինքը 24 ժամ իմ եղբայրն է։ Ես աղոթում եմ նրա համար, վստահ եմ, որ նույնն էլ ինքն է մտածում։ Սա ժամանակավոր է, նշել էր Արտաշը։ Հավելենք նաև, որ եղբայրները նախորդ տարի էին հաշտվել։ Արտաշ Ասատրյանը որդու հետ ներկա էր Տիգրան Ասատրյանի որդու Արամի հարսանիքին։ Հարսանյաց արարողության օրը Տիգրան Ասատրյանը եղբոր հետ բացառիկ լուսանկար էր հրապարակել ու դրանքից գրառում արել։ Եղբայրների միջև կապը ավելի ուժեղ է, քան որևէ այլ բան աշխարհում։ Կարծես թե որքան էլ ֆիզիկապես հեռու լինենք իրարից, դուք միշտ միասին եք, գրել էր Տիգրանը, այդպիսով հաստատելով, որ նրանք հաշտվել են ու ունեն լավ հարաբերություններ։ Star News-ը այսքանն էր առանձնացրել Արտաշ Ասատրյանի ընտանիքի պատմությունից։